Ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիան Կաննում կներկայանա իր տաղավարով։ Այն գործելու է մայիսի 13-ից 20-ը Կանի կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայում։ Հովանավորն է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը։ Բարձրաշխարհիկ հյուրերին հայկական տաղավարը կներկայանա 12 պրեզենտացիայով։ Տաղավարում հատուկ ծրագրով առանձնացված է նաև Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանը։ 101 մետր բարձրությամբ մոնումենտալ գլուխգործոցը դառնալու է մի համալիրի մաս, որը գրավելու է ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկների, այլև համաշխարհային կինոարտադրողների ուշադրությունը։ Ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիան կաննում է հագեցած ծրագրով։ Կներկայացվեն Արամ Մանուկյանի «Դոլի», Արա Գյուլերին նվիրված «Բարև», Արցախի առաջին և երկրորդ պատերազմների մասին Հովհաննես Գալստյանի «Վերա» և Արա Արուշի «Վերադարձ» ֆիլմերը։ Կկազմակերպվի նաև «Տատիկիս ֆարսերը» կինոնախագծի պրեզենտացիան, ապա «Գիրք» մրցանակաբաշխություն ու այս տարվա մրցանակակիրների մեծարման արարողություն։ Մայիսի 18-ին կկայանա Open Heart-ից ստարտափի պրեզենտացիան, որի նպատակը լսողության հետ խնդիրներով համայնքի համար հաղորդակցման խոչընդոտները կոտրելն է արհեստական բանականությամբ ստեղծված ժեստերի լեզվով թարգմանության միջոցով։ Նույն օրը երեկոյան Նից քաղաքում կկայանա Բեմ ֆիլմի ցուցադրությունը։ Նախատեսվում է նաև, որ ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայում ներգրավված ընկերությունները կխոսեն նոր առաջարկների մասին, հրավիրելով միջազգային գործընկերներին Հայաստան։ Տաղավարը կավարտի աշխատանքները մայիսի 20-ին։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ու ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի գործակցությունն ամրագրվեց հուշագրով մոտ 1 ամիս առաջ։ Կազմակերպության ղեկավարի համար պտուղներն արդեն տեսանելի են։ Հայաստանի անունը կինոաշխարհի քարտեզի վրա կարմիրով ամրագրելու առաջին քայլն արված է։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։